Սիրելի ձկներ, ողջույն, բարի արև, այսօր փետրվարի 25-ն է, իմ օրացույցով Մերկուրիի օրը։ Եվ հենց Մերկուրիի մասին եմ ուզում մասնավորապես կանգ առնել, որովհետև վաղը Մերկուրին դառնալու է հետընթաց, բայց դա ինքը իհարկե աշխատում է, պլյուս մինուս 2-3 օր աշխատում է եւ դժվարություններ է ստեղծում եւ պատճառը նա է, որ 25-ն է, ես նոր երկրորդ, դուք երկրորդ տեղում եք իդեպ, ես ձեզ շնորհավորեմ, սիրելի ձկներ, երբևէ ես չեմ հիշում, որ դուք այդքան առաջ լինեք, հա, եւ շատ քիչ էիք, այդպես 2-300, հա, հաշվարկով այդքան էիք հետ մնում կարիճներից, այնպես որ լուրջ մրցակից եք դարձել նաև կարիճների համար, որոնք գրեթե չեն զիջում առաջի տեղը, այդպես երբեմն հոգնած են լինում, զիջում են, բայց հիմնականում չեն զիջում եւ դուք փաստորեն այդպես կարելի ասել ձեռնուց եք նետել կարիճներին եւ տեսնենք մարտ ամսին ինչպես է դա լինելու։ Ինչևէ, Մերկուրին հետընթաց է, խնդիրներ է ստեղծում, ես ինձ մոտ այս պահին խնդիրներ ստեղծեց, նախ ասացի, որ այսքան ուշ եմ ներկայացնում, երկրորդը, որ տեխնիկական խնդիրներ, փաստորեն երկար կես ժամ խոսելուց հետո պարզվեց, որ տեխնիկական խնդիր էր, այսենց պրոբլեմները առաջացնում արդեն Մերկուրին։ Սա ես ձեզ ներկայացնում եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես է աշխատում հետընթաց Մերկուրին։ Եվ այսպես ներողություն մարտ ամսին։ Հիմա ես պիտի ներկայացնեմ մարտ ամսվա համար կանխատեսումը, եւ սա վերաբերում է բոլոր նրանց, ում արևն է գտնվում ձկան նշանում եւ բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է ձուկը։ Այդ երկուսը լսում եք անպայման միացնում եք իրար, որպեսզի ընդհանրապես ձեր արևի նշանը եւ ասցենդենտը, որպեսզի ընդհանուր պատկերը ունենաք, հակառակ դեպքում կիսատ է լինելու։ Շարունակենք եւ նաեւ գիտեք ինչ լարվածություն է լինելու մոտ 5 համարենք 5 մոլորակ գտնում է ձեր նշանում եւ կարող ենք վստահորեն ասել, որ մոլորակների շքերթ է ձեզ մոտ ու այդ ամենը այդքան էներգիաները խառնվում են եւ հեշտ չի ձկների համար մասնավորապես որ Մերկուրին ձկան նշանում համարվում է վտարված եւ անկման մեջ ու միտքը այտենց ծանր հարաբերությունները շփումները դժվարություններ մարսնել մարտի 2-ին կմտնի ներողություն էլ ավելի կբարթացնի վիճակը այդպես պիտի խնայեն ձկները իրենց նյարդային համակարգը ավելի շատ ֆիզիկական զբաղվածությունը մեծացրեք եւ փորձեք ավելի շատ հանգստանալ եւ ջրի հետ շփումը ավելի շատ թող լինի հատկապես որ մարտի 3-ին արդեն իսկ լինելու է լուսնի ամբողջական խավարումը իդեպ ներկայացնեմ Վեներան ուրեմն ձեր նշանում որ գտնում է բարձրակետում մարտի 6-ին դուրս կգա եւ կտեղավորվի խոյի նշանում ինքը իհարկե կհասցնի 2 անգամ արդեն նշանը փոխել մարտի սկզբներին եւ մարտի վերջին 30-ին եւս կփոխի կմտնի ցոլի նշան Յուպիտերը շատ կարեւոր իրադարձություն է դառնալու է ուղղընթաց ինքը ջրի նշանում է գտնվում ինչպես որ դուք եք ջուր ձեզ համար դա շատ լավ է այնպես որ այստեղ դեռևս արժևում են մեծ գումարներ նվերներ եւ այլն այդ իրադարձությունները դեռևս ձեզ համար արժևում են եւ իհարկե շատ ասցենդենտով ձկների մոտ նաեւ երեխայի թեման է բավականին ակտիվ, սա է գիտություն։ Այնուհետև սպիտակ լուսինն է փոխելու իր նշանը մարտի 13-ին մինչև հոկտեմբերի 12-ը կլինի կույսի նշանում ձեր հակադիր նշանն է։ Ну լավ է փոփոխությունը սպիտակ լուսինի ինչ-որ փոփոխություններ, բայց վատ է, որ ինքը ձեր հակադիր նշանում է գտնվում եւ այստեղ բացի այդ այստեղ բարի եւ կարծես թե չար էներգիաների մեծ բախում է առաջանում այսպեսի իրավիճակ իհարկե դա մի օրվա մասին չի, մի ամսվա մասին չի, հա, խոսքը այնուհետև տեղի ունենալու մարտի 19-ի նորալուսինը եւ իհարկե
գարնանային գիշերը հավասարը մարտի 20-ին արևը կփոխի իր նշանը, կմտնի խոյի նշան, այնուհետև Մերկուրին կդառնա ուղղընթաց, որ վաղը ասեցի չէ, վաղվանից գլխավոր հերոսն ինքն է դարձել էր ուրեմն դառնալու է հետընթաց եւ մնացածի մասին ես ավելի ուրեմն հետո ես կմանրամասնեմ, իսկ հիմա սկսենք փաստորեն Մարսից, որը ինչպես ասացի, մտնում է մարտի 2-ին ձեր նշան ու այսպես սիրելի ձկներ, ուշադիր եղեք, սկսելու է ձեր նյարդերը քայքայել, դրա համար դուք ասացի պիտի զբաղվեք սպորտով, լողավազան եւ այլն փորձեք կամ եթե ձեր զրուցակիցը կամ անձնական թեմային դա հիմնականում կարող է վերաբերել կարող են բաժանություններ, հեռացումներ լինել, բայց ոչ մի կոնկրետ քայլ պետք չի անել չմոռանանք, որ Մերկուրին հետ ընթաց է, չմոռանանք, որ մենք խավարման միջանցքում ենք եւ չմոռանանք, որ մարտի 3-ը դա լուսնի ոչ լավ խավարումն է, այսինքն այս ամենը իրանք ավելի են սրելու էներգիաների լարվածությունը ավելի է մեծանալու, իսկ դա նշանակում է, որ ոչ մի կոնկրետ քայլ որոշում չեք կայացնելու, պարզապես պետք է գտնվեք ավելի խելացի, վերլուծեք եւ որպեսզի հասկանաք ինչ եք անելու, քանզի այստեղ կոնֆլիկտները ինքը մեծանալու է, մտնելու է կոնֆլիկտի մեջ եւ ինչպես ասում եմ, վուալա կարող է դա հանգեցնել ուրեմն տանել հարաբերությունների ավարտին կամ այլ լարվածությանը։ Ինչևէ, լուսնի խավարումը դա հենց կլինի մարտի 3-ին, հիմա մենք խավարման միջանցքում ենք կլինի մարտի 3-ին լուսնի ամբողջական խավարումը 15:37 րոպե 42 վայրկյան դա Հայաստանի ժամանակով արևելք լուսինը կհակադրվեն 13 աստիճանում այնտեղի կունենա կույսի նշանում եւ այն մարդիկ ովքեր 12, 13, 14 ունեն աղեղնավորի նշանում սիրելի ձկներ դուք կարող եք ունենալ, հա, իսկ դրա համար եմ ասում այն ձկներ, այսինքն այն մարդիկ ովքեր ունեն այդտեղ մոլորակ ունեն երկվորյակի նշանում 12, 13, 14 եւ հենց դուք ծնվել եք, ասենք մարտի 1, 2, 3 այդ ժամանակահատվածում ձեզ համար դուք այսպես ասեմ, դուք ավելի մոտիկից կզգաք ուրեմն լուսնի այդ խավարման բացասական կողմերը Ես ուղղակի ձեզ հիշեցնեմ, որ քանի որ այդ ժամանակահատվածում Մերկուրին հետընթաց է, մենք ոչ մի որոշում չենք կայացնում, ոչ մի նոր սկիզբ, հարաբերություններում առավել եւս ինչ որ եզրահանգման չեն գալիս, նոր գործեր չենք սկսում եւ լինում ենք փաստաթղթերի ընդհանրապես ուշադիր ենք լինում ամեն մի խոսքի, ամեն մի հարաբերությունների ինչևէ այդ ամենի հետ լինում ենք շատ ուշադիր, շատ զգուշ, որովհետև այդտեղ կարող են լինել նաև այլ հարցեր, այսինքն տարբերություն կլինի դուք ասցենդենտի նշանով եք ձուկ, թե արևի նշանով, հա, այստեղ անպայման դա կլինի։ Անցնենք առաջ եւ 6-ին Արդեն մարտի 6-ին Վեներան կփոխի, դուրս կգա ձեր նշանից, սիրելի ձկներ, եւ կտեղավորվի խոյի նշանում։ Բնականաբար Վեներան խոյի նշանում ինքը վտարված է, այնտեղ անելիք չունի, բայց գոնե տան առումով ինքը ճիշտ իր տեղում է եւ ֆինանսական հարցերը ինքը կկարգավորի, ֆինանսներ կլինեն, միգուցե նվերներ կլինեն, ոմանք կարողանան ինչ-որ աշխատանքի հետ կապված հարցեր կարգավորել, սա այսպես, բայց կարծես թե ձկների մոտ ձեր ֆինանսների տանը արդեն տեղավորվել են սիրելի ձկներ Նեպտունը եւ Սատուրնը, ահա այսպիսի վիճակ է Նեպտունը դուրս եկել արդեն ձեր նշանից, այնպես որ լուրջ վերաբերվեք ձեր ֆինանսներին, իհարկե յուրաքանչյուրն իր անձնական քարտեզը ցույց կտա, բայց բոլոր դեպքերում այստեղ այս վիճակը ունենք եւ ճիշտ կլինի, որ դուք ձեր գումարը ուղղեք ապագայի հետ կապված հարցերին, ոչ թե ուղղակի այդպես ծախսեր լինեն,
այլ ապագայի հետ կապված ուրեմն ծրագրերին ընդհանուր կարող եք ուղղել ինչևէ դա ուրեմն ձեր ֆինանսների հետ կապված Վեներան այդտեղ կլինի 30-ին ինքը արդեն դուրս կգա խոյի նշանից կտեղավորվի ցոլի նշանում եւ 11-ին Յուպիտերը կդառնա ուղընթաց խեցգետնի նշանում այստեղ երեխայի թեման կարող է լինել ուրեմն երեխա կարող են ունենալ շատերը եւ ընդհանրապես աշխատանքի հետ կապված իրենց բիզնեսի հետ կապված ընտանիքում ինչ որ մի անձը կարող է կամ կարող են միասին ապրել կամ ինչևէ այստեղ ինչ որ մի անձ կարող է ավելանալ հնարավոր է որ կենթանի պահեն որոշեն ինչ որ մի կենթանի պահել չի բացառվում հա դա ինչևէ շատ լավ է որովհետեւ դուք եւս ջրի նշան եք ինքը եւս գտնում է ջրի նշանում խեցգետնում դա ձեզ համար շատ լավ է եւ այսինքն բոլոր նրանց ովքեր ջրի նշանում ունեն մոլորակներ ասենք կարիճի նշանում ձկան նշանում դե բնականաբար խեցգետնի նշանում այստեղ իրենց համար շատ լավ է այսքան այն ձկները ովքեր նկատի ունեմ ովքեր այդտեղ եւս ունեն մոլորակներ ահա եւ 13-ին մարտի սպիտակ լուսինը կփոխի իր նշանը յուրաքանչյուր նշանը մնում է 7 ամիս իսկ սև լուսինը մնում է 9 ամիս դա մար արդեն 2 ամիս առաջ սև լուսինը հասցրեց փոխել իր նշանը եւ հիմա արդեն սպիտակ լուսինն է փոխում իր նշանը այստեղ գիտեք մինչև ուրեմն ասացի հոկտեմբերի 12-ը ինքը կմնա կույսի նշանում եւ այստեղ պարտներն է հիմնականում վերաբերում թե անձնական կյանքում եւ թե գործնական այստեղ որոշակի հավանաբար հարցեր կլինեն պարզաբանումներ եւ հնարավոր է ասենք մաքրեք միջավայրը ձեր ոչ պիտանի մարդկանցից հա այսպես մոտավորապես նկարագրենք այնպես որ ինչպես ասացի բարի եւ չար ուժերի միջև այդ էներգիաների միջև պայքարը մեծանալու է եւ արդեն յուրաքանչյուրը ձեր անձնական քարտեզի ինչպես կլինի բայց դուք միանշանակ սիրելի ձկներ դուք դա կզգա գիտեք այստեղ կարծես թե ոչ մեկից գիտեք ինչպես նկարագրեմ օգնություն սպասել դուք ձեր հույսը պիտի դնեք ձեր վրա օգնություն մի սպասեք որ ինչ որ ձեզ կարող են օգնել որովհետև կարծես թե այս դեպքում նրանք ովքեր շատերի մոտ հա նրանք ովքեր ձեզ ծանոթ էին բարեկամներ էին ընկերներ էին կարող է լրիվ հակառակ պատկերը ստացվել եւ ի սկզբանե իմացեք որ դուք ձեր վրա պիտի հույսը դնեք եւ ինչ որ օգնություն չակնկալեք դիմացինից հա դա բացառեք դժվար է լինելու այդ առումով այնպես որ լավ վերլուծեք Մերկուրին այդ հնարավորությունը տալիս է վերլուծեք եւ որպեսզի հետո հասկացեք ինչ եք անելու որտեվ յուրաքանչյուրը տարբեր փուլերում է գտնվում հասկացեք եւ որտեղ է խնդիրը որպեսզի այդ քայլերը անեք եւ հետո չհայտնվեք վատ վիճակում հա ասենք ինչ որ մեկը ձեզ ինչ որ հարցով օգնում է թեկուզ ասենք վճարում եք դուք ինչ որ հարցում օգնում է իմացեք որ կարող է ինչ որ մի բան լինել խնդիր առաջանալ եւ դրա համար դուք պիտի ինքներդ տիրապետեք այսինքն ծրագրեր թեկուզ կամ այլ բաներ գործեր աշխատանքներ որ լավ կլինի եթե դուք ինքներդ տիրապետեք որ հետո ընթացքում խոսքս ասենք կոնկրետ մարտ ամսին չի պարզապես ինքը արդեն սկսվում է որպեսզի հետո կարողանաք դուք այդ ամենը հաղթահարել այսպիսի իրավիճակ կլինի ինչևէ անցնեմ առաջ եւ գիտեք ինչ քանի որ դժվարություններից ենք խոսում ես միայն այս ամսվա համար քանի որ ձկների համար աղեղնավորների երկվորյակների հա մասնավորապես նաեւ կույսերի համար ես իրենց եւս կասեմ քանի դեռ ես ընդհանուր ելույթ չեմ ունեցել որ
ձեզ այս դժվարին ուրեմն պահին ես կարող եմ ձեզ շատ մինիմալ արժեքով ձեզ տրամադրել ուրեմն եթե դու գիտեք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը հակառակ դեպքում իմաստ չունի եթե տիրապետում եք այդ դեպքում մոտ 40 ուրեմն էջանոց բովանդակությունը այդպես, որը ծրագրում կա, դա ձեզ կտրամադրեմ եւ իհարկե դուք արդեն կիմանաք պրոֆեսիոնալ ուրեմն քարտեզը, դուք կիմանաք թե ձեր մոլորակները որտեղ են գտնվում, պաշտպանվել եւ այլն, հա, որովհետեւ կարող եք ձուկ լինել եւ ասենք 13 աստիճան աղեղնավորում երկվայրակում դուք ունենաք մոլորակ շատ կարևոր է իմանալ եւ ըստ դրա դուք արդեն կհասկանաք ինչ է կարող եք ուրեմն այդ օրը այդ ժամանակահատվածում պաշտպանվել հնարավոր է պաշտպանվել եւ վտանգը հասցնել ընդհանուր 100-ից 10%, դա եւս հնարավոր է ընդհանուր 1%. Այնպես որ ես այս դժվարին ժամանակահատվածում եմ դա առաջարկում ի օգնություն, որտեղ դա սիմվոլիկ գումար է, որպեսզի դուք եթե գիտեք ճշգրիտ ժամը, ուրեմն ունենաք քարտեզը եւ ընդհանրապես ճանաչեք ձեզ այդ բովանդակությունը կարդաք եւ ձեզ ճանաչեք։ Ահա նորալուսինը տեղի կունենա մարտի 19-ին Հայաստանի ժամանակով 5-ից առավոտյան 5-ից 23 րոպե 17 վայրկյան արևելությունը կմիավորվեն 27 աստիճանում եւ սիրելի ձկներ ձեր նշանում է լինելու այդ նորալուսինը եւ ինչու եմ ես այսպես նորից նշում, որովհետեւ այդ դժվարությունները անցնելուց հետո իհարկե դուք մեկնաբանություններում չմոռանաք անպայման գրեք երբ այդ կանցնեք այդ ամեն ինչի միջով գրեք արդյոք դուք անցաք հաղթահարեցիք ինչպես եղավ եւ այլն, որովհետեւ եթե ինֆորմացված եք, ուրեմն ինչ որ առումով արդեն պաշտպանված եք եւ այդ դժվարություններից երբ արդեն 19-20 այդ պիկից դուրս եք գալիս եւ շատ կարեւոր է որպեսզի դուք նշեք գարնանային գիշերահավասարը 20-ին մարտի 20-ին արևը կմտնի խոյի նշան որտեղ ինքը գտնվում է բարձրակետում Հայաստանի ժամանակով 18:45 րոպե 46 վայրկյան այդտեղը եւ շատ կարեւոր է դիմավորել ուրեմն արևածագը, որովհետև 21-ին արդեն նշել գարնանային գիշերահավասարը շնորհավորել, ես արդեն ձեզ շնորհավորում եմ եւ արևածագը դիմավորել առավոտյան 7-8 րոպե շատ կարեւոր անկախ նրանից դուք կնշեք ամանոր չեք նշի, ասենք որտեվ ես մարտի 21-ին եմ նշում հենց 20-ի գիշերը, ասենք փոքրիկ այդպես սիմվոլիկ սեղանը դրվում է եւ 21-ին դիմավորում ենք ուրեմն արևը ձեզ համար ինչ եմ կարևորում, որովհետև դժվար է ձկների աղեղնավորների երկվորյակների համար, կույսերի համար եւս եւ շատ կարեւոր է որ դուք դիմավորեք արևը ու կարողանաք ձեր բազատվել գնա այդ դժվարությունները, այդ ամեն ինչը ինքը գնա մաքրվի եւ դուք նոր սկիզբ ունենաք։ Դրա համար եմ նշում որ ձեզ համար դա շատ կարեւոր է, եթե մյուս նշանները կնշեն, չեն նշի, արդեն դա իրենց գործն է, բայց այդ 3-4 նշանները պիտի անպայման ուրեմն նշեն արևածագը, դա շատ լավ նշան է, դա շատ լավ է։ Այսպես ուրեմն իմացաք, որ 20-ին լինելու է գարնանային գիշերահավասարը եւ դա ուղղակի իրար շնորհավորել, ինչու ոչ, եւ անպայման դիմավորել արևածագը 7-8 րոպե կլինի։ Եվ իհարկե Մերկուրին, որ այսքան այսօրին ստանջեց եւ դեռ տանջելու է եւ դեռ խորհելու մտածելու բաներ կան, ինչ որ բաներ փոխելու եւ այլն, այստեղ հնարավոր է նաեւ ինքը հնարավորություն տա ձերին, ընկերներին, բարեկամներին կարողանաք տեսակցել, եթե մինչ այդ չէր ստացվում, իսկ հիմա այդպես անդադ գործերի մեջ խրված ժամանակ չի լինում Այնպես որ հետընթաց Մերկուրի ժամանակ արդեն ինքը այդ հնարավորությունը ձեզ կընձեռի, ասենք լավ բանը դա է, հա, որ հին ընկերներին ես հանդիպում, կապը չի կտրվում եւ թե չէ ինքը ընդհանուր ծանր է, գործ առաջ չի գնում եւ սկսում է նյարդային համակարգը այդպես լարվել, նյարդայնանալ, դրա համար ձեզ խորհուրդ տվեցի ուրեմն
մարզասրահ եւ լողավազան, ահա Մերկուրին ուրեմն արդեն մարտի 21-ին կդառնա, տեսնում եք, դիմավորում եք արևը, ինչքան լավ է 25-ը դիմավորեք, 21-ի առավոտյան կդիմավորեք, վերջ Մերկուրինը դառնում է ուղընթաց ու գործը այսեն արդեն ինքը այդեն սահուն գնում է առաջ, ոչ մի խնդիր, շատ կարևոր է։ Եվ ինչպես որ արդեն ասացի, մարտի 30-ին Վեներան նորից փոխում է իր նշանը, կմտնի ցուլի նշան, իր նշանն իր տանը չէ, բայց իր նշանն է, այնպես որ նորից 50-50 է լինում, ինչպես որ խոյի դեպքում իր նշանում չէ, բայց իր տանն է, այստեղ էլ իր տանն է, բայց իր նշանում է, բայց իր տանը չէ։ Այսպիսի հետաքրքիր հակադրություն, այնպես որ Վեներան բոլոր դեպքերում ակտիվ կլինի այստեղ ընկերների, հարազատների հետ, բայց իհարկե դա արդեն ապրիլ ամսին կլինեն այդ հանդիպումները, իսկ հիմա մարտ ամսին ձեր հին ընկերների հետ կհանդիպեք, իսկ մնացած արդեն ես մանրամասնեցի, կարծում եմ ասեցի այն ամեն ինչ որ պիտի ասեի, իհարկե եւ ավելացնելու թերևս այն, որ ուրեմն գրեք անպայման կիսվեք ձեր տպավորություններով, չմոռանաք լայքել եւ չմոռանաք արևածագը դիմավորել, որովհետեւ որքան շատ մարդ դիմավորի արևածագը, այդտեղ էներգիան կմիանա եւ դա նաեւ մեր երկրի համար է, որտեվ լավ, որտեվ մենք խոյ ենք, այնպես որ սա եւս նկատի ունեցեք եւ սիրելի ձկներ, նորից եմ կրկնում, ձեզ համար շատ կարեւոր է, որպեսզի դուք դիմավորեք արևածագը։ Այդտեղ կարծում եմ դժվար բան չկա։ Դիմավորեք, փառավորեք, փառաբանեք եւ խնդրեք, որ ձեզ տա առողջություն, հաջողություն, արևը մտնի ձեր մեջ, ձեր կյանք, այդպես այսենց լավ նոտայով էլ արևածագով, արևի շողերով էլ ես ավարտեմ ձեր նշանի մեկնաբանությունը, սիրելի ձկներ, եւ բնականաբար սա վերաբերում է եւ արևի նշանով ձկներին եւ բոլոր նրանց ում ասցենդենտի նշանն է ձուկը։ Այսքանով ավարտեմ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ լավ եղեք։